Այս երեխեքը հիմա ծայրահեղ վիճակում չեմ կարող ես իմ հարազատ երեխային, տղա երեխային հանեմ այդ հացադուլի տեղից։ Բանտում 52 օր հացադուլի մեջ գտնվելու հետևանքով գրեթե 20 կիլոգրամ նիհարած Հայկ Ստեփանյանը այսօր էլ իր անչափահաս որդու հայտարարած հացադուլի դեմ է պայքարում, պատկան մարմիններին խնդրելով իրեն վերադարձնել ամիսներ շարունակ մանկատանը գտնվող իր երեխաներին։ Երեխայի հետ խոսում եմ, ասում եմ, պապա, քեզ շատ եմ սիրում, բայց չեմ պատրաստվում դուրս գամ, թող ինչ լինում է իմ հետ լինի, հանուն քրոջս, ես իմ անչափահաս քրոջը փրկեմ, ասում եմ, գոնե ինքը շուտ գա հասնի տուն։ Իմ հետ ինչ լմանի, ես այդ խապեպահությունը չեմ կարող ընդունել։ Ոչ մի ձև ես չեմ կարող այդ երեխային համոզեմ։ Հայկ Ստեփանյանը մեղադրելի աթոռին հայտնվել եւ անցած տարեվերջին կալանավորվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով ֆիզիկական ներգործության եւ խուլիգանության հոդվածներով։ Արդյունքում նրա խնամքին գտնվող երկու անչափահաս երեխաներին տեղափոխել են խնամքի կենտրոն։ Տղան տարվել է խնամքի կենտրոն դեկտեմբերի 16-ին 2025 թվին, երբ որ ինձ ձերբակալեցին, երեխաներին համոզել են, ասել են մի 6 օրով ենք տանում, երեխեք արխային, բերել են սկզբից Քանաքեռի մանկատուն, հետո ընդդից տեղափոխել են Կապան։ Տարել են Կապան, ասել են մի քանի օր ստե մնալու եք ձեզի բերեն։ Հոր խոսքով մի քանի օրը ձգվել եւ դարձել է 7 ամիս։ Ստեփանյանը կալանքի տակ մնացել է 6.5 ամիս, վերջին 52 օրն անցկացնելով հացադուլի մեջ։ Շատ վատ վիճակի մեջ էի ազատվելուց, չէի կարում խոսայի, դատարանի դահլիճից բաց թողեցին։ Այդ երեխաներին ինչ կարիք կա, ասեն են, հենց դու դուրս եկար, մենք երեխաներին վերադարձնենք, դու միայնակ խնամակալն ես։ Օրերա քաշում, տարբեր բաներ են խոսում, այդ երեխաները խուճապի մեջ զանգում են, բախի չեն մեզ բերում, պապա ջան, երբ կգան կարոտել են։ Ստեփանյանի խոսքով ըստ պայմանավորվածության եւ օրենքի իր ազատ արձակվելուց հետո երկու երեխաներին պետք է իր խնամքին վերադարձնեին, սակայն 2 շաբաթ է գործընթացը ձգձգում են, ինչի պատճառով 15-ամյա որդին 4 օր առաջ դիմել է ծայրահեղ քայլի, հացադուլի։ Թուղթն է կարևոր, թիմ երեխայի կյանքը, առողջությունը, թող հետ վերադարձնեն շուտապույտ շուտ։ Դիմեն, ես իրանց ասում եմ, երեխան մտել է 4-րդ օրը այդտեղ, դուք ոչ մի կառույցին չեք դիմել, ինչ եք դուք սպասում։ Որ ես դիմեի, հա, ես հիմա բարձրաձայնել եմ, ասում եմ, տես բան չանես, մեզի վատություն չանես։ Մենք էս տից կասենք, որ երեխան նորմալ է, բայց ինչ են ուզում, իմ երեխեքից ինչ են ուզում։ Հիմա գոնե թող թողեն, շուտ գան տուն այդ երեխեքը, չտանջվեն։ Այդ երեխաներին ես եմ մեծացնում, իմ մոտն են, հարևաններն են տենում, ամեն ձևի պայքարով, իրանց նորմալ պահել եմ, իմ աշխատանքով։ Հիմա չեմ կարող ոչ մի ձև հետ վերադառնալ։ Ինչու երեխաները չեն վերադարձվում ծնողի խնամքին, ինչպես է իրեն զգում հացադուլի մեջ գտնվող անչափահասը, արդյոք քայլեր ձեռնարկվում են խնդրին լուծում տալու համար։ Այս հարցերը Ֆակտոր TV-ն ուղղեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից նշեցին, խնդրին եւ դեպքի մանրամասներին քաջատեղյակ են, աշխատանքներ են տարվում։ Քանի որ երեխաները գտնվում են Սյունիքի մարզի երեխա եւ ընտանիքի աջակցության կենտրոն ՊՕԱԿ-ում եւ վերջիններիս խնամակալի պարտականությունները ըստ էության եւս վերապահված են մեր կենտրոնին, ուզում նշել, որ իրադրությունը գտնվում է ՊՕԱԿ-ի անձնակազմի ամենօրյա ուշադրության կենտրոնում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւս քաջատեղյակ է իրադրության մանրամասներին եւ համապատասխան աշխատանքները սահմանված ընթացակարգերով իրականացվում են։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ցանկացած պարագայում բոլոր կողմերը, այդ թվում պետություն եւ համայնք, առաջնորդվելու են բացառապես երեխաների լավագույն շահով։ 15-ամյա տղայի հացադուլի մասին հայրն ահազանգել է նաև մարդու իրավունքների պաշտպանին։ Ֆակտոր TV-ի հետ զրույցում ՄԻՊ գրասենյակից հայտնեցին, որ անհապաղ ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ ուղղված երեխայի իրավունքների ապահովմանը։ Բացի այդ, հանդիպել են Հայկ Ստեփանյանի հետ, իսկ պաշտպանը մշտական կապի մեջ է իրավասու պետական մարմինների հետ։